Բարև բոլորին։ Հունվարի 3-ին Վենեսուելայում տեղի ունեցած պետական ահաբեկչության ակտը ԱՄՆ-ի ներկայիս կառավարության կողմից միջազգային իրավունքի շատ լուրջ եւ խայտառակ խախտում է։ Սա պարզապես ռազմական ագրեսիա է խաղաղ պետության դեմ, որը որևէ սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Իսկ ժողովրդի կողմից ընտրված օրինական նախագահի առևանգումը պետական ահաբեկչություն է, որը չի կարող լրացվել կամ հանդուրժվել։ Այս գործողությունները եւս մեկ ապացույց են բազմաբևեռ աշխարհի գոյության բացակայության եւ Միացյալ Նահանգների գլխավորությամբ միաբևեռ կապիտալիստական աշխարհի առկայության։ Բոլորին պարզ է, որ այս հարձակման նպատակը մեկն է՝ Վենեսուելայի նավթային պաշարների զավթումը։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում տարբեր զարգացող երկրներ փորձում են ազատվել դոլարի գերիշխանությունից եւ միմյանց հետ առևտրական գործարքներում օգտագործել իրենց ազգային արժույթները, ինչը կբերի դոլարի արժեզրկման։ Իսկ ձեռք գցելով աշխարհի ամենամեծ նավթային պաշարների վրա, Միացյալ Նահանգները դոլարին կտան խիստ անհրաժեշտ խթան։ Սա նշանակում է նաև, որ մոտակա ժամանակներում Իրանի վրա հարձակման դեպքում խոշոր նավթային ճգնաժամից խուսափելու համար ԱՄՆ-ն այժմ ձգտում է ամրապնդել իր դիրքերը։ Հիշեցնենք նաև, որ Իսրայելը վերահաստատել է Իրանի վրա հարձակվելու իր մտադրությունը, եւ Նետանյահուն նույնիսկ նոր տարին անցեկացրել Թրամփի հետ վերջինիս Վիլլայում։ Նիկոլաս Մադուրոն մնում է Վենեսուելայի միակ նախագահը, եւ նույնիսկ ամենադժվար պայմաններում նա շարունակում է քաջորեն պայքարել առանց կորցնելու իր արժանապատվությունը։ Հիմա հենց այն պահն է, երբ յուրաքանչյուր երկրի առաջադեմ եւ հակաիմպերիալիստական ուժերը պետք է առավել սաստիկ կերպով առաջ մղեն պայքարը Մադուրոյի ազատ արձակման, ԱՄՆ իմպերիալիզմի դատապարտման եւ Վենեսուելայի ժողովրդի հետ համերաշխության համար։ Եթե Վենեսուելան ընկնի, դա կծառայի որպես օրինակ այլ երկրների համար հարևան երկրների նկատմամբ անօրինական ագրեսիա իրականացնելու համար, շրջանցելով բոլոր միջազգային օրենքները։ Այսպիսով կորչի իմպերիալիզմը, կորչի նեոֆաշիզմը, ժողովուրդը, որը համախմբված է, երբեք չի կարող պարտվել։